առաջիկայում Էրդողանը այնինչ նախորդին հայտարարեց վերաբերում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Մենք շատ մոտ ապագայում այդպիսի իրադարձության ականատես կլինենք եւ դրան կհաջորդի նաեւ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը։ Այսինքն սա կլինի իրապես պատմական առաջին էական քայլը Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման եւ մենք կունենանք էական ազդեցության նվազում, ռուսական ազդեցության նվազում։ Ինչպես, եթե երրորդ երկրների քաղաքացիների համար է դա։ Դե եթե Հայաստանը եւ Թուրքիան արդեն ուղիղ կարողանում են հաղորդակցվել եւ ըստ էության Թուրքիայից մենք սպառնալիք որպես այդպեսին այլևս չենք ունենում, հարց է առաջանալու ընդհանրապես ինչ գործ ունեն ռուսները Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին կամ ինչ գործ ունի ռազմաբազան Հայաստանի տարածքում։ Եթե սպառնալիքը որպես այդպեսին չեզոքացվում է, իսկ ռուսական ներկայությունը մեր տարածաշրջանում սնվում էր այդ սպառնալիքից։ Այդ սպառնալիքը վերացնում է, սնունդը վերջանում է։ Այսինքն ես կարծում եմ, որ դրանից հետո պիտի այդ հարցերը առաջ գան։ Ինչպես որ նաև Եվրամիության անդամակցությունը որպես ռազմավարական նպատակի հռչակումից հետո առաջ է եկել Եվրասիական տնտեսական միությունից եւ նաեւ հապկից դուրս գալու անհրաժեշտություն։ Հետեւաբար Հայաստան-Թուրքիա հարաբերությունները միայն Հայաստանի եւ Թուրքիային չեն վերաբերում են Հայաստանի օրինակ Եվրոպական միության անդամակցության հերանեկարներին, որտեղ մենք հասկանում ենք, որ Հայաստանի եւ Եվրամիության կապը միևնույն է ապահովվելու է ոչ թե Վրաստանով, այլ Թուրքիայով։ Եվ մենք եվրոպացի մեր գործընկերներին միշտ ասել ենք, այո, մենք պատրաստ ենք Եվրամիության հետ ավելի ու ավելի ինտեգրվել, ընդհանուր միջև անդամակցության հայտ ներկայացնել, բայց դուք էլ պիտի կարողանաք ձեր քաղաքական, տնտեսական լծակները օգտագործել Թուրքիայի վրա, որպեսզի այդ սահմանը բացվի։ Վերջը սահմանը փակողը մենք չենք, Թուրքիան է։ Եվ մեր տպավորությունն է, որ վերացել են բոլոր այն պայմանները, որոնք Թուրքիան նշում էր սահմանը բացելու դիմաց։ Առնվազն Ղարաբաղի հարցը որպես այդպիսին ամբողջացել եւ հանգուցալուծվել է եւ հիմա որևէ խոչընդոտ չկա։ Դուք եք ասում, բայց Թուրքիան չի ասում, Թուրքիան ասում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագիր կնքելու։ Ես իհարկե չեմ տեսնում, որ այդքան մոտ են, բայց տեսնում եմ, որ միջազգային ահռելի ջանք է գործադրվում առնվազն հաջորդ տարվա առաջին կեսին այդ պայմանագիրը կնքել անկախ այն պայմանից, որ Ադրբեջանը դրել է մեր առջև սահմանադրությունը փոխելու վերաբերյալ։ Գալուգինը իրականում պատասխանում է, թե ինչ պիտի անի Հայաստանը, եւ Հայաստանը առաջին պատասխանը տվեց։ Ռուբինյանը հստակ ասաց, որ ռուսական ներգրավվածության հարց չի քննարկվում եւ չի էլ կարող քննարկվել, որտեվ խաղաղությունը, որին միտված է եղել Թրիպը եւ հայ-ամերիկյան խաղաղության գործարքը եւ Ռուսաստանը, խաղաղությունը եւ Ռուսաստանը անհամատեղելի են։ Չի կարող միտեղ լինել Ռուսաստան եւ այդտեղ լինի խաղաղություն։ Գտեք ինձ աշխարհի մի հատ անկյունում, որտեղ ռուսական ներկայություն կա եւ այդտեղ արնահոսություն չկա։ Կա Թրիպ եւ կա երկաթուղիների կառավարման կոնցեսիա։ Իդեպ այստեղ պարզապես փակագծում Թրիպը եւ այդ կոնցեսիան, ռուսական սահմանապահ ներկայությունը, Հայաստանի Եվրասիական տնտեսական միություն, դրանք անհամատեղելի են։ Դրա համար պիտի Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, ինչպես Կալուգինն է ակնարկում։ Պիտի վերացնենք հայ-ռուսական կոնցեսիան երկաթուղիների, ինչպես օրինակ հեցի դեպքում ազգայնացման գնաց։ Պիտի այդ սահմանապահների ժամ առաջ այնտեղից վռնդենք հայ-իրանական սահմանի, ընդհանրապես հայ-իրանական սահմանի վրա ինչի է երրորդ երկրի սահմանապահը կանգնած։ Բարեկամ երկիր է մեզ Իրանը, Թուրքիա չի։ Ով է տարել այդտեղ խցկել այդ ռուս սահմանապահներին։ Սա պիտի օրակարգային այսօր քննարկման հարց պիտի դառնա, այո, Թրիպը չի կարող կառուցվել ռուս սահմանապահների ներկայությամբ։ Ռուս սահմանապահների հարցը պիտի լուծվի ինչպես լուծվեց Զվարթնոցից ռուսների դուրս բերումը, որին զուգահեռ պիտի գնան այդ շինարարական աշխատանքները, իդեպ ասեմ, որ այդ մասով եւս լուրջ զարգացումներ են սպասվում։ Թրիպի հիմնարկեքը, որպես այդպեսի Մեղրի տարածաշրջանում, կլինի հաջորդ տարեսկզբին, հավանաբար փետրվար ամսին, իսկ Գարնանը շատ մեծ կալիբր ունեցող պաշտոնյայի այց է սպասվում Միացյալ Նահանգների պաշտոնյայի, կամ պետքարտուղար Ռուբիոն կգա Հայաստան, կամ փոխնախագահ Դիվենսը։ Այս կալիբրի հետաքրքրություն կա մեր տարածաշրջանի, մեր երկրի եւ նախագծերի նկատմամբ, որոնք ստորագրվել են Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև։ Այս ամենի հետ
ինչ Կալուգինով այդ ԱՊՀ երկրների 4-րդ վարչության տնօրեն լավ էլ հիշում եք այո այդ տրիպը օրինակ այն եզակի նախագծերից է որտեղ Միացյալ Նահանգները եւ եվրոպացիները իրար հետ շատ սերտ են աշխատում եւ մեր շահերից է բխում որ օրինակ Միացյալ Նահանգները եւ եվրոպացիները Ուկրաինայի հարցում այսպես տարանջատ են գնում որովհետեւ եվրոպական ինքնությունը սկսել է հասկանալ որ սկսվում է մի դարաշրջան որտեղ իրենք այլևս մենակ են մնում եւ պիտի իրենք հոգան իրենց անվտանգության մասին ու դա Հայաստանի համար ահռելի նոր հնարավորություններ է ստեղծում որտեղ մենք շատ լավ հարաբերություններ ունենք եւ Միացյալ Նահանգների հետ եւ ունենք շատ լավ հարաբերություններ Եվրոպական միության հետ եւ Եվրոպական միության առանձին անդամ երկրների հետ ու այս նոր աշխարհակաղակական իրավիճակը որտեղ Միացյալ Նահանգները եւ Եվրոպական միությունը տարընթերցումներ ունեն ապագայի վերաբերյալ հնարավորություն է ստեղծում որ մենք կարողանանք ոչ միայն հենվել օրինակ եվրոպացիների հետ եվրոպացիների վրա այլև ամերիկացիների որպեսզի մենք տեխնոլոգիական կարողություններ ենթակառուցվածքային կարողություններ ֆինանսական նյութական ներարկումներ կարողանանք ստանալ երկու կողմից էլ օրինակ տրիպը քաղաքական իհարկե նախագիծ է որի հիմքում տնտեսական շահն է ամերիկացիների ունեցած հետաքրքրություններն են բայց դրա ֆինանսավորողը եվրոպացիներն են Այսինքն Եվրոպացիները առաջարկեցին, որ ինչ դուք պայմանավորվեք ամերիկացիների հետ, մենք պատրաստ ենք ֆինանսավորել, որտեղ հասկանում են, որ այդ ապրանքները, որոնք որ պիտի կենտրոնական Ասիայից ուղղվեն դեպի կենտրոնական Եվրոպա, դրա շահառուն Եվրոպան է եւ Եվրոպան պիտի այդ միջանցքի մեջ նաեւ փող ներդնի։ Եթե դու փող ես ներդնում, դու ազդեցություն ես ավելացնում քո ներկայությունն ես ավելացնում, քո շահագրգռությունն ես ավելացնում։ Եվ իհարկե պայմանավորվածությունները ամերիկյան են։ Եվրոպացիները ուզում են իրենց ֆինանսներով մաս դառնան այս նախագծերին։ Այդ դա շատ կարևոր է։ Եվ ինչքան շատ մասնակից լինի սրանում, ինչքան շատ ուժային կենտրոններ ներգրավված լինեն։ Դե ես կարծում եմ, որ մենք ռուսների հետ պիտի նաև այդ մասով առաջարկենք։ Պարզ է, որ հաջորդ հարցս դա է լինելու։ Թույլ տանք, որ իրենք ամբողջությամբ օգտվեն այն Ռուսաստանի մասնակցությունը եւս դուք չեք համարում անթույլատրելի։ Իհարկե չէ, ես կարծում եմ, որ Ռուսաստանը պիտի ամբողջությամբ օգտվի այդ ենթակառուցվածքներից, այդ ենթակառուցվածքներով Հայաստանը պիտի նաև միանա ռուսական ենթակառուցվածքներին։ Օրինակ մեր ապրանքները հենց այդ ճանապարհով պիտի անցնեն դեպի Ռուսաստան։ Մենք այլևս օրինակ վրացական ցամաքային ճանապարհի կարիքը այդքան կարող ենք չունենալ, հարավով կարող ենք կպնել գնալ ուրեմն Ռուսաստան։ Ադրբեջանի տարածքով անցնել գնալ Ռուսաստան։ Սա է ճանապարհը եւ սա է ապագան։ Ես հասկանում եմ, որ աշխարհակաղակական այս նոր իրողություններին հարմարվելը դժվար է ռուսների համար։ Մեր իրանցի գործընկերների համար, բայց կարծում եմ կոմունիկացիա է պետք, ավելի շատ ջանք է պետք գործադրել նրանց հասկանալի դառնալու համար, process-ները նրանց հասկացնելու համար, որտեղ սա այլընտրանք չունի Հայաստանի համար, կամ մենք գնում ենք այս ճանապարհով, կամ Հայաստանը չի լինելու։ Այսինքն հակահայկական նախագիծ է ձևակերպմանը դուք պատասխանում եք հակահայկական, բանից այդպես էպիտետներին ես չեմ հավատում, ճիշտ ասած, այնպես ինչպես չեմ հավատում արժանապատիվ խաղաղություն, գեղեցիկ խաղաղություն եւ այլն, որտեղ արժանապատիվ խաղաղության համար պետք է պատերազմում հաղթել, ոչ թե պարտվել։ Իսկ մենք պարտվել ենք, դաժան ենք պարտվել, եւ մեր խնդիրն է ոտքի կանգնել ու մոռանալ, ամեն ինչ անել, որպեսզի այդ պարտությունը մոռացվի ու մենք կարողանանք ոտքի կանգնել, միայն հաղթանակների մասին մտածենք։ Եթե մենք հիմա սպառազինության մրցավազքի մեջ մտնենք, չկա այդտեղ մեզ համար հեռանկար։ Եթե մենք ամբողջ ժողովրդով գնանք սահմանին կանգնենք եւ թուրքը մեր թշնամին է գոռանք, դրանից ոչ մեր ուժը կավելանա, ոչ Թուրքիայի ուժը կպակասի։ Մենք պիտի ձեռներս քշտենք, օրնի բուն, մտածենք մեր կրթական մակարդակը, մեր գյուղատնտեսության, մեր գյուղացու, մեր բժշկության, մեր առողջապահության, աշխատատեղերի, արդյունաբերության, թեթև արդյունաբերության, ծանր արդյունաբերության։ Մենք ամեն օր մարզերում եւ գյուղերում ենք։ Մարդիկ թքած ունեն
եւ այս հայ-ամերիկյան պայմանավորվածությունների եւ խաղաղության եւ անվտանգության մարդիկ իրանց հող ու ջրի, կաթի, մթերքի հարցերը չեն կարողանում լուծել։ Ու եթե մենք խաղաղությունը չպիտի դարձնենք մարդկանց այս հարցերը լուծելու հնարավորություն, ինչներիս է պետք է խաղաղությունը։ Ես կարծում եմ, որ Թուրքիայի հետ սահմանի հարցը կապել այս մտահոգության հետ չարժե, հատկապես որ այդ սահմանը մենք չենք փակել, թուրքերն են փակել եւ թուրքերը պիտի բացեն եւ իրենք են որոշում երբ պիտի բացեն։ Մենք որպես պետություն պարտավոր ենք պատրաստ լինել այդպիսի զարգացումների։ Ամոթ է, որ մենք որպես պետություն վախում ենք, որ Թուրքիայի հետ սահմանը կբացվի ու մենք չենք կարող։ Խաղաղությունից, հա? Տենց է պետք հասկանալ, որ խաղաղության հետևանքն է սահմանի բացումը, երևի թե տենց է ստացվում, որտեղ այսքան ժամանակ ապրել ենք պատերազմի պայմաններում, այդ պատերազմի ռեժիմում եւ հիմա վախենում ենք խաղաղության ռեժիմում ապրել։ Այդպես չի կարելի։ Պետությունը պետություն է, ոչ թե փալաս, որպեսզի կարողանա խնդիրները լուծել, ոչ թե կծկվել մի անկյունի, այսպես անկյունում ու ասել, որ ես չեմ ուզում այդ խնդիրների հետ առերեսվել։ Այդ խնդիրները կան եւ մեր գլխավոր խնդիրն է մեզ հասուն պետության պես պահել։ Ինչքան էլ մենք հիմա կոմպակտ, փոքր, բայց արժանապատիվ պիտի մեզ պահենք, որպես պետություն պիտի դիրքավորվենք։ Ինչ վերաբերում է այդ վարչապետի ոտքի վրա արված առաջարկին, ինձ համար անընդունելի է այդպես Գերմանիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ եկեք այսպես փակենք այս հարցը, օրինակ այդ վերադարձվող, չգիտեմ, այդ 300,000 ադրբեջանցիների դիմաց եկեք մենք ասենք, որ այլևս արցախցիները չեն վերադառնալու, իրավունքների հարց չեն բացվում։ Իսկ դուք ով եք, պարոն վարչապետ։ Արցախցիները թող իրենց վերադարձի հարցերը իրենք հետապնդեն եւ իրենք հետապնդում են մարդու իրավունքների եվրոպական դատարանում անհատական հարյուրավոր հայցադիմումներ կան, որի նկատմամբ Հայաստանը որևէ իրավունք չունի։ Ավելին, եթե այլ ատյաններ միջազգային թույլ կտան, որպեսզի արցախցիները տանեն իրենց հարցերը, իրենց քեյսերը առաջ տանեն, իհարկե պիտի տանեն։ Եվ հայկական պետականության հարցն է առանց ցուցադրական այսպես բաների աջակցել այդ ջանքերին։ Բայց Ղարաբաղցիները վերընկած այստեղ Արցախի ներկայացության այդ շենքում վերընկնելու փոխարեն այս հարցերով պիտի զբաղվեն, արցախցիների հարցերով միջազգային ատյանների ոչ մի ատյան, ոչ մի դուր չպիտի թողնեն։ Պիտի գնան, պիտի պահանջեն։ Ավելորդ ռիսկ չպիտի ստեղծեն իհարկե հայկական պետականության համար։ Եթե դա այսօր սպառնալիք է ստեղծում Հայաստանի արտաքին քաղաքականության համար, Հայաստանի պետականության համար, իհարկե։ Եվ ես կարծում եմ, որ վարչապետը հենց դա նկատի ունի։ Հայաստանը չպիտի դրանով զբաղվի, պիտի զբաղվեն արցախցիները։ Արցախցի ընտրյալ իշխանությունները հենց դրանով պիտի զբաղվեն։ Եվ ընդհանրապես ես կուզեի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այսպիսի շատ հարցեր կան։ Այդ թվում դուք նշեցիք, որ իրենք շարունակում են մեզ թշնամի համարել, Զանգեզուրի միջանցք արտահայտությունն են անդադ։ Այս հարցերը պիտի մի հատ ընդհանուր մի հատ փաթեթ կազմվի, գույքագրվի այս բոլոր խնդիրները։ Եվ ամերիկացիները միջնորդել են, չէ, օգոստոսի 8-ին։ Եկեք ամերիկացիներին կանչենք, ասենք, դուք եք միջնորդը, դուք էլ լուրջ եք, չէ, ռուսներից տարբերվող միջնորդ եք, այո, միջնորդ եք, որպես վկա ստորագրություն եք դրել, ասում եք, որ դուք աշխարհի թիվ 1 տերությունն եք եւ ձեր դեմ խաղ չկա։ Գարանտ չէ, բոլոր դեպքերում միջնորդել չէ երևի, թե վկան երևի ուրիշ կարգավիճակ է։ Դե հիմա ես ուսումնասիրել եմ նաեւ այդ հարցը։ Միացյալ Նահանգները օրինակ իր համար առանցքային Իսրայել, Եգիպտոս, Իսրայել, Հորդանան այդ հակամարտություններում էլ է որպես վկա հանդես եկել, որպեսզի ինքը չգա հանդես որպես հակամարտության երրորդ կողմ, ինքը հանդես է գալիս որպես վկա, բայց պարտավորվում է միջազգային բոլոր ատյաններում աջակցել այդ գործընթացի ձեռք բերած արդյունքը։ Դա շատ կարևոր կարգավիճակ է, որը նսեմացվում է մեզանում, որտեղ լավ չի ուսումնասիրվել, ինչ ասել է վկա։ Որտեղ Միացյալ Նահանգների համար դա շատ կարևոր քաղաքական հանձնառություն է։ Եվ պիտի ամերիկացիների հետ քննարկենք այս հարցերը։ Իդեպ ասեմ, որ մեր ջանքերի շնորհիվ հայկական դիվանագիտության Բայրամովը վերջերս օրինակ Տրիպի անունը տվեց եւ ասաց, որ այդ ճանապարհը Թրամփի ուղի է կոչվում։ Այսինքն սա արդեն փոփոխություն է։ Բայց մեզ անդադ այսպես նյարդայնացնելու են միջև ընտրություններ ադրբեջանցիները մեր թույլ կողմերը գիտեն։ Այնպես ինչպես դուք ձեր հարցադրումից առաջ ասացիք ջղայնացնել ադրբեջանցիները գիտեն ոնց են ջղայնացնել